Ֆրինուզի եթերում Երևան-Մադրիդ ձևաչափով հերթական փոդքասթն է, հիշեցնեմ, որ Մադրիդից ինձ կմիանա Գրիգոր Գրիգորյանը։ Բարև Գրիգոր ջան։ Աստծո բարին Գագիկ ջան։ Գրիգոր ջան, մինչ հիմնական թեմաներին անցնելը մի հարց էլի, որովհետև ես եթերից առաջ անմիջապես եղբորս հետ էի խոսում, ասեց ինքը շատ մտահոգված է, ճիշտն ասած, այս խանտավիրուսով, ասեց, բալ իմացար Իսպանիայում 20 հոգու արդեն հայտնաբերել են Մադրիդում բան, տենց բան կա։ Ընդհանրապես դրա մասին խոսակցություն չկա, նույնիսկ նորություններում չկա։ Երրորդ, չորրորդ պլան, տենց ինչ որ սոցիալական ցանցերում մնան սուտի բլոգերներ ան ասում են, բայց օֆիցիալ ոչ մի խոճապ չկա։ Այսինքն ես ենթադրում եմ, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ինչ որ բաներ է անում, որպեսզի վերականգնի ֆինանսավորումը Միացյալ Նահանգները, էլի, հիշենք, այո։ Քանի որ նրանք դուրս են բան են անում, ամեն ինչ անելու են, որ նորից հետ բերեն գժին մեր։ Դե Գրիգոր ջան, Ասма գիժա, բայց ասма он сукин сын, но наш, нет, ոնց որ ասում մերն է, ներկա պահին քանի մեր համար լավ է մերն է։ Իհարկե կան էլ բազմաթիվ բացասական բաներ, բայց դրական էլ քիչ չի, ընդ որում այն ինչ որ կապվում է Հայաստանի հետ, Հայաստանի ապագայի հետ, տես այսօր միանգամից թե ներողություն, թե Միացյալ Նահանգները, թե Եվրամիությունը ողջունեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջև առևտրի այդ ռեժիմը բացելու քայլը, ընդ որում Գագիկ ջան, դա շարունակեմ, ոչ թե կտրեմ, այլ շարունակեմ միտքը։ Դա գիտես ինչի ապացույցն է, որ աշխատանքը շարունակվում է, կրկին անգամ ապացուցում է, որ հյուսիսային, ոնց որ դու ես ասում, հյուսիսային հարևանը արդեն խոճապի է մատնվել, որովհետև դու ինչ ես կարծում, իրանք չգիտեն ինչ է կատարում, եթե իրանք գիտեն մեր կոպիտ ասած բորշի մեջ քանի կտոր միս կա, ոնց կարող է չիմանան, որ սահմանների մասին այդ ինչ հարաբերությունները դեպի ուր են տանում Եվրոպայի ու Ամերիկայի հետ։ Դրա համար են խելագարվել են, արդեն մնում է դպրոցի աշակերտները խոսան դրա մասին։ Այն ծերացած աղվեսը չտեսար երեք գոզդումա, երեք չէ միսօրը ինչ էր ասում արդեն։ Կոմկուսի ծերացած աղվեսը էլի, որ ասում եմ, արդեն ստեղ Իսպանիան գիտես ինչ են ասում տես մարդկանց, ասում է երկու օրագիր է մնացել, օրագիր հաղորդման մասին է, էլի, ասում է երկու հատ լուրերի հաղորդում է մնացել, այդ երկուսն էլ նայի գնալու է այն աշխարհ։ Էլ չգիտեն ինչ ձևով իրանց այդ բանը փողոցային ասած վարվածությունը ցույց տան, էլի։ Դա էլի, որ այն անցած հաղորդման մասին խոսացինք, կրկին անգամ ապացույց է, որ ամեն ինչ ճիշտ գնում է մեզ մոտ, ամեն ինչ։ Էդ էլ ինձ թվում է համոզված են, որ Թուրքիայի վրա էլ Եվրոպան էլ Ամերիկան էլ ճնշումներ են գործադրել, որ հնարավորին չափ, քանի որ նայ, որ ասում են մեկել են մեզ աջակցեն ընտրություններում։ Աջակցելը հոմնա չի, որ պլակատները վեկալ են, ասեն ընտրեք Փաշինյանին։ Աջակցելը այնա, որ գործողություններով ցույց տան, որ ժողովուրդ ջան, չընկնեք խոճապի մեջ, ինչքան է Ռուսաստանը ձեզ ասում է պետք է դուրս գաք այդ իրանց ԵԱՏՄ-ից, դա չի նշանակում, որ դրանով ասենք մեր մոտ ամեն ինչ վերջացավ։ Ու մի բան էլ ասեմ, ընդ որում կներես Գրիգոր ջան, մենք պետք է աշխատենք խուսափել ընտրություններից խոսալ եւ մասնակցող կուսակցությունների լիդերների անուններ տալ կամ ընդհակառակը տալուց պետքա բոլորին, հա, բոլորի անունները նշել, հավասարություն պահպանենք եւ նաեւ որոշակի խոսույթներ չհեռարձակենք, այսպես ասած, հա, քննադատական համամիտեմ, նախընտրական քարոզարշավը, այո, քարոզարշավը, բայց ինչ վերաբերվում է, իհարկե, ինչ վերաբերվում է թե Պուտինի հայտարարություններին, ինչ վերաբերվում է թե այդ Զյուգանովի հայտարարություններին, միանշանակ դա միջպետական հարաբերությունների թեմա է, որ եւ այստեղ մենք բաց ենք այդ թեմայից խոսալու, որովհետեւ դա վտանգ է մեր երկրի համար։
գոյաբանական վտանգ է, այսինքն ի՞նչ է նշանակում բավական է մի թեթև համաձայն չլինես, այսպես ասած, ռուսական կուրսի հետ, դու արդեն դառնում ես իրենց լեզվով ասած, իրենց համար իզգոյ։ Դե դրա ապացույցը մի քանի օր առաջ իրանց այդ առաջին ալիքի այդ հաղորդավարը, որ ասեց նույն այն խելագարը, ասում է Սալավիովն էլ, չէ, ասում է պետք է այսքե ախր բանը ցնդելու է դրանց մտածելակերպը, հասկանում ես, ասում է մենք պետք է այնց ուժներ գործադրենք, ասում է Հայաստանում, որ հանգարց դրսի ուժերը չկարողանան Հայաստանին sense կոպիտ ասած մեր ձեռից տանեն, քանի որ մենք ենք որոշելու ունդեղ ինչ պետք է կատարվի։ Այսինքն, գիտես ինչ, Գագիկ, ես ես մի բան ասեմ, շատ մարդիկ կան, որ իրոք այնտեղ Ռուսաստանում իրոք իրանք մտածում են, որ Հայաստանը մի հատ գուբերնիա է, ես լուրջ եմ ասում։ Ոչ թե ինչ որ, այո, ոչ թե ինչ որ ասենք հակա խոսալու բանով են ասում, իրանք իրոքը տենց են մտածում։ Իրանք ոչ մի կերպ չեն ուզում համակերպեն, որ Հայաստանը անկախ պետություն է, անկախ երկիր է։ Հետո ես մի հատ իմ կարծիքը ասեմ, մի բան էլ կներես, մեր մոտ զրույցա հերոստատիտողները չեն այո, ոդկաստ է, դրա համար իրար ընդհատում։ Այո։ Եթե մենք ոչ, բայց ոդկասթի իմաստը դա է։ Երկուսով պետք է զրուցենք, դա իհարկե։ Եթե մենք պատմությունը նայում ենք, ի վերջո դա առաջի քայլը իհարկե Ադրբեջանը արեց եւ ճիշտ արեց, երբ որ համարեց սովետական տարիները օկուպացիա եւ այո, Հայաստանը նույնպես օկուպացվել է բոլշևիկյան Ռուսաստանի կողմից։ Էլ ո՞նց է լինում օկուպացիան, երբ որ մի երկրի բանակը գալիս է, անկախ հանրապետություն Հայաստանի տարածքա մտնում, գրավում է Հայաստանը, էլ օկուպացիան պոզով պոչով է լինում։ Ու այսօր երբ որ Գագիկ ջան, դրա պատասխանը ես ունեմ, բայց քանի որ հիմա անտրաշավա այդ թեմայով ընտրությունները բարոխերով ավարտվեն, մենք այդ թեմայով անպայման խոսենք, դրա ապացույցը ունեմ, էլի, ինչի է տենց։ Բայց սենց ասեմ, մեզ համար հիմա մեր գեներացիան, մեր պակալենին հիմա շատ դժվար է դա ընդունում, գիտես խի, որովհետև մենք մի ամբողջ 100 տարի մենք մեծացել ենք առանց պատմությունը, իրականությունը իմանալու, Գագիկ ջան։ Հիմա մի քիչ դժվար է այդ իրականությունը, որովհետև կա մի հատ շերտ, չէ՞, մի հատ շերտ ունենք մենք մեր պետության մեջ, որ այդ շերտը միջև հիմա մտածում է, որ ասենք Հայաստանի ոսկե տարիները այդ քո հեստոր որ դու ասում ես, այդ օկուպացված, մենք փաստորեն օկուպացված ենք եղել, գիտես ինչ ա եղել։ Մեր ազատությունը մեր ձեռից խլել են, մեզ տալով, ասենք, ես էլ միշտ մտածել եմ, որ սովետական միության ժամանակ մենք երջանիկ մեծանում էինք, բայց Գագիկ ջան, ես հիմա հասկանալով ինչ է ազատությունը, հիմա մտածում ես նայ, որ ասենք մի հատ շենք սարքելով մեզանից խլել են մեր ազատությունը, մի հատ խանութ բացելով մեզանից խլել են մեր ազատությունը, ամեն այդպես քայլեր անելով, մեզ ու ամեն օրորի մենք դարձել ենք իրոք իրանց գուբերնան, առանց դրա դեմ պայքար տանելու, հասկանում ես, ու դրա համար էլ հիմա շատ ինչ-որ մի հատ շերտ ունենք, որ իրանց համար դժվար է դա հասկանալը, որ մենք ես ամեն ինչը որ գնում ենք դեպի ազատության համար, որ մենք ազատ ապրենք։ Ես ուզում եմ ամեն անգամ հիշեցնել ու պատրաստ եմ ես այդ հիշեցնել, իհարկե խորհրդային տարիներին մեր ազգի հանճարի շնորհիվ բազմաթիվ հայ գիտնականներ, մշակույթի գործիչներ, սպորտսմեններ եւ այլն եղել են, բայց մեր ազգային գենետիկան է, դա այն չէր, որ ասենք խորհրդային միությունը այնպիսի պայմաններ ստեղծեց, որ այս մարդիկ առաջացան, ծնվեցին։ Մինչև էլ այդ մարդիկ ծնվում էին։ Դա գետնա, ոնց որ դու ասես, իհարկե։ 3000 տարի այդ մարդիկ ծնվել են միշտ։ Այսինքն Գագիկ ջան, դու գիտես, Խաչատրյանը չէր դառնա Արամ Խաչատրյան, եթե Փարիզում ապրեր։
Գագիկ ջան, ասում Տիգրան Պետրոսյան ստեղ իմանում են բոլոր մեր հանճարեղ հենց Արնո Բաբաջանյան, Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, անուն ասում են Վելիկի մեծ ռուս միջև հիմա այն օրվա թեմայով ես քեզ ասեցի, չէ, որ միջև հիմա Եվրոպա, եթե այդ սամիթը չլիներ, շատ մարդիկ գիտեին, որ զարմանում էին, ասում էին գնացել են Ռուսաստանում սամիթ են անում Եվրոպայի բոլոր լիդերները։ Չգիտեն, իմ մարդիկ իմացել են, որ Հայաստանը դա Ռուսաստանն է։ Բառից բուն իմաստով եմ ասում, եղբայր, իմացել են Ռուսաստանն է։ Եվ այդ գանք նրան, որ շերտ ունեն, որ այդ մարդիկ տենցել ուզում են, որ անուններ չտանք, էլի։ Հա, եւ այդ երազալի հիշողությունները խորթային տարիների մասին, երբ որ այդքան տենց բանով հիշում են, ես էլ եմ շատ բաներ շատ լավ հիշում։ Ես հիշում եմ, որ գիշերը ժամը 3-ին 4-ին գնում էինք Պարենային խանութի մոտ, խարույկ էինք վառում, որովհետև լուրեր էր պտտվում ու հերթագրվում ենք, լուրեր էր պտտվում, որ առավոտյան միս են բերելու, հնարավոր է, որ միս բերվի, հա, էլ չեմ խոսում այն բանի մասին, որ կարող էիր մտնեիր խանութ և այդ միսը ընտրեիր ու գնեիր, հա։ Դե գարի միսն էլ, ես մի քիչ այդ գարի միսն էլ, էտիս բանը, նոր տարվա լիմոնատ է, դա արդեն եկեղություն էր։ Իսկ ես այդ բանը, այդ մսից, որ խոսացիր ավելի, քանի որ սարսակոմբինատը մեր մոտ էր, Գագիկ, մեզ մոտ էր, մենք մեկ մնում էինք, բանով պաբլատու էլի, դե թաղի տղեկն էինք, ասենք, գնում էինք ներսից, կարող ասենք, որ տնից տեղից հեռու, որ մեկին ինչ-որ մարդ էր մահանում, այդ կելեխի հարցով բանով, գնում օգնում էինք, ընդից վերցնում էինք, մի օր հիշում եմ, Գագիկ, գնացինք ընդե, ես մի բանը, կնիքներ կար, չէ, կապույտ մսերի վրա, ես այդ կեզ ասում եմ 86 թիվը, գնացինք միս վեկայելու, վրեն կնիք կար, որ 54 թվի միս էր, Գագիկ, Էնզեի մսերը տավարի բդի վրա այսօր աշկից առաջա 1900 գոստի զնակով 54 թիվ։ Բալը ինչև է, մի քիչ ուզում ես խոսանք այդ որ ուզում ենք մեր կիսլարոդը փագեն մտամ, մտածելով որ մենք ելք չենք ունենալու, այդ թեման հետաքրքիր է, մի հատ կարծիք ասեմ։ Ինչի ես լավ չընկալեցի։ Ռսները, որ ուզում են մեզ ԵԱՏՄ-ից հաթաթա են տալիս դուրս գալու համար։ Մեզ հաթաթա են տալիս։ Իհարկե, շատ քաղաքագետներ, քաղաքական մեկնաբաններ, Գագիկ ջան, ասում են, որ Ռուսաստանը հիմա, եթե պոդքասթի այս բաներն է, որ կարծիքներ են, չէ, արտահայտում, հիմա ոչ մեկս էլ, դա կարծիք է, հիմա որ 100% իմանայինք ով է ճիշտ, էլ պրոբլեմներ չէինք ունենա երբեք։ Նա հիմա, ասենք, շատերը ասում են, որ Ռուսաստանը ձեռ չի տալ իրան ու մեզ թույլ չի տա, որ դուրս գանք այդ ԵԱՏՄ-ից։ Իմ կարծիքը հակառակն է, ես քեզ ասեմ, նայ, օրինակ Ռուսաստանը դա իմպերիա է, չէ՞։ Իսկ այդ իմպերիայում Գագիկ ջան, որոշումները արվում են ոչ թե ժողովրդի օգտին, այլ անում են, որ կմահաճեն ցարին։ Հիմա նայ, եթե դե բնական է, եթե նրանք ինչ-որ ժողովրդի մասին մտածեին, ինչ-որ մի վարքյան, այս պատերազմը ոչ թե չէին սկսի, եթե սկսեին էլ են, կկանգնեցնեին գոնե հիմա, էլի։ Բայց դե գիտես, այս բոլորը մի անձի կմաճույքի համար է։ Հիմա նայ, իրանք առանց հաշվարկ անելու, այն օրը ասեցինք, չէ, որ բանը տապով սիրող ազգ են, էլի, կացինով իրանք իրանց ոտին են խփելու։ Հիմա նայ, այս թուրքը հաղորդումը որ սկսեցին, ինձ լավ բան հուշեցին, այդ Թուրքիայի հետ հիմա բանը ուղիղ կապ կանանք, չէ, այդ առևտրի բաց առևտուր, այո։ Բաց առևտուր, ոչ թե չերես երրորդ երկիր։ Հիմա նայ, էդի կրկին մի հատ ապացույց է, որ Հայաստանը իր առևտրի ճանապարհները գնալով ընդլայնում է։ Ընդլայնում է։ Հիմա նայ, ասենք բանը, ես չգիտեմ, ինչի այդպես բարձրաձայն չի ասվում, հիմա Իրանի հետ էլ գազի հետ կապված արդեն բարելավումներ են էլի առաջանում։ Այսինքն ուզում եմ ասեմ, մենք պատրաստ ենք այդ ամեն ինչի։ Հիմա սրան Գագիկ ջան, ես սպասում եմ, որ հաստատ մեզ վատ անելու համար իրանց վատ անելու պատրաստ են։ Հասկանում ես ինչ եմ ուզում ասեմ, ասենք չեն սպասի, որ մենք դուրս գանք, իրանք ինչ-որ մի բան կանեն, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Դե դա էլ կլինի այն մնացածների պատասխանները են, որ այս քանի տարի ասում են, դե դուրս եկեք, չնայած էլի եմ ասում, ամեն ինչին ժամանակ կա էլի երևի։
բայց ես ասում եմ, ես այն մտքին եմ հակված, որ իրանք մեզ մոտ ժամանակներս իրանք մեզ դուրս կհանեն ԵԱՏՄ-ից։ Դե էլ մեզ խթանք առաջանա Գագիկ ջան, որ ավելի արագացնենք, չէ՞ մեր գործողությունները։ Իրենք միշտ էլ պատրաստ են քաղաքական իմաստով նկատի ունեն, Իմաստով։ միշտ էլ, հա, պատրաստ են Հայաստանին իրենց լեզվով ասած պատնոշկա տալու, հա, միշտ էլ ու այս Հայաստանի նոր անկախ պատմության մեջ, երբ որ ինչ որ մի թյուրիմացություն ա եղել, ինչ որ մի խնդիր ա եղել, Լարսը շատ հաջողությամբ փակվել է, իրանց այդ Ռոսպոտրեբնadzորը հայկական ապրանքների մեջ ինչ ուզեցել է գտել է, սա որ կոնյակը թունավոր է, գինին թթվածությունը շատ է։ Հա, բանի մեջ էլ չգիտես ինչու ջերմուկի մեջ էլ քացախ կար, պարզվեց, որը որ միանշանակ չէ, միանշանակ բլեֆ է էլի, այսինքն 300,000 պարտիայի մեջ հանքային ջրի, լավ անունը չտանք բրենդի, հանքային ջրի պարտիայի մեջ ինչ որ, չգիտեմ, Չեչնիայում թե որտեղ ինչ որ մի Պողոս կամ ինչ որ մի Իվան խմեց դու մի ասա քացախ էր ու մեռավ։ Քացախ։ Իսկ մի ով պետի սպիրտ է խմում։ Պետի սպիրտից չեր մեռնում։ Ջերմուկից, որը որ 120 տարի է, 120 տարի է իրանց համար առաջի երկրորդ ջրերից մեկն է մեր հանքային ջրերը։ Ընդ որում ես էդ էլ ասեմ, մեր հանքային ջրերը, մեր ջրերը Միացյալ Նահանգներում խանութներում դրված են, ընդ որում ոչ միայն հայկական խանութներում, այլ նաև ռուսական խանութներում հայկական հանքային ջրերը եւ ջրերը դրված են, իսկ նրանց ստուգման մեխանիզմները դու պատկերացնում ես թե ինչ խիստ է։ Ավելի բարդ է, բա իհարկե համեմատական Ռուսաստանի հետ համեմատելու չի, բայց իհարկե սա շատ կարևոր բան է, ինչ որ վերաբերվում է Թուրքիայի արտգործնախարարության այս հայտարարությանը, սա կարելի ասել դարակազմիկ սենսացիոն բան է։ Այո։ Ոչ այո, դա սահման բացելու առաջին երկրորդ քայլերից մեկն է, բա իհարկե։ Եթե ես այսօր պատրաստ եմ քո այդ առևտուր անելու, մյուս իմ հաջորդ քայլը շատ հնարավոր է բացես, որ այդ առևտուրը տեղի ունենա, չէ՞։ Հետո մի բանի վրա էլ ուշադրություն դարձնենք, Գագիկ ջան, 3 չէ միս օրը ներքին գործերի նախարարը, որ խոսած վիզաների ազատականացման մասին։ Այդ հայտարարությունը ճիշտ է, բան չասին, ժամանակ չասին, ժամանակացույցը, բայց այդ հայտարարությունը իզուր չի ասել։ Ուրեմն այս հանդիպումների ժամանակ Գագիկ ջան, էդ էլ է, այդ թեման էլ է խոսվել։ Այո։ Հաստատ, հենց այնպես չէին անի։ Մի հատ ուրիշ թեմա, որ մեզ էլի հաթաթա են տալի դեպորտացիաներով, չէ, հայերի։ Հիշում ես, ես մի օր որ խոսում էինք, ասում եմ ամեն ինչի մեջ, որ ման գաս լավ բան կա, էլի Գագիկ ջան։ Հիմա նայ, մենք ավանդական ազգ ենք, չէ, ուզես, չուզես, ինչքան էլ ժամանակակից ասնենք, հիմա նայ, մեր դրսում որ աշխատում են մեր հայորդիների, մեծամասնությունը կարելի ասել 70-80%-ը շրջաններից են, չէ։ Սենց անալիզ անենք էլի մի հատ սենց իրար հետ։ Այ շրջաններից են եղբայր, շրջաններում էլ հիմա սենց վերցնենք, ծուռնստենք դուս խոսանք, ինչքան ընտանիքներ կան, որ հարցներին վերել են տները եղբայր։ Երեխեքին ունեցել են, գնացել են ընդ ինչ որ համամիտ եմ, չեն գնացել հենց սկզբից չեն գնացել ընդ ընտանիք կազմելու, գնացել են, որ իրանց հացի հարցը լուծեն, իրանց ընտանիքը ստեղ պահեն, չէ։ Դե ընտանիքում էլ ընդեղ դե հիմա ինչքան կան, ընդեղ երկրորդ փակագծերի մեծ ասած ընտանիք ունեն, ես իմ հիմա նայ այդ մարդիկ, եթե անկախ իրանց կազմից դեպորտացիա անեն Հայաստան, սենց վերցնենք, ինչքան եթե մի կողմի համար վատ է, մի կողմի ասելով Գագիկ ջան, սենց եմ մտածում, այդ տվյալ այդ տղամարդու համար վատ է, բայց իրա մոր, իրա հոր, իրա ընտանիքի, իրա երեխեքի համար լավ է դա, ես համարում եմ։ Եթե մենք ուզում ենք ավանդական ազգ մնանք, Գագիկ ջան, առաջին հերթին երևի ամենակարևորը ընտանիքի ամրությունն է, հետո հացը, էլի։ Ես դրա օրինակը բերեմ, Գրիգոր ջան, ես դրա օրինակը բերեմ, թե ինչով է կարևոր մեր հայրենակիցները, ընդ որում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ողջ աշխարհից Որտեղից օրինակ։ Էլի կրկնեմ դրա օրինակը մի հոգի է քո դիմացը նստած։ Ու տես, շատ հետաքրքիր մի փաստ ես երեք տեսա ուկրաինական մի YouTube-յան էջում,
ուկրաինացի բլոգերը խոսում է ռուսաստանցի այդ բաթլա թե ինչա կոչվում ռուսաստանցի մի հատ աղջկա հետ, այս աղջկան հարց է տալիս, ասում է դու ով ես, ինչ ես ազգության, դե երևում է սև ու կաղջիկ է, հա, երևում է, որ սլավոնական արտաքին չունի, ասում է դու, հա, ինչ ազգություն ես, ասում է ես հայ եմ, ասում է հիմա եթե Ռուսաստանը հարձակվի Հայաստանի վրա, դու ում կողմից կլինես, ասեց իհարկե Ռուսաստանի, այ սրանով ամեն ինչ ասված, եւ այդ ուկրաինացիները, ես հասկացա, արդեն էլ ուրիշ, այո, այսինքն տենդենսն էլ էդի մասելու մեջ հենց դա էլ է մտնում, Գագիկյան, ինչքան հիմա դու սենց պատկերացրա, մենք այսքան բոլոր, ախր գիտես ինչն է բանը, հենց այդ նույն մարդը, տղամարդը, XX անունով տղամարդը, որ դուրսն է, հաստատ ընկերներով, որ դե հավաքվում են, սեղանի վրա ելնում, ասում է, խմենք մեր ազգի կենացը, մեր ընտանիքի, մեր երեխեքի, մեր ամեն ինչի, ու դրան երկու այդ մի բաժակը, որ դառնում է 10 բաժակ, արդեն մտածում է, մեր ասած Լևի Պրավիի մասին, հասկանում ես, արդեն մոռանում է, այ հենց այդ մարդուն, հենց այդ տվյալ X տղամարդուն, որ դեպորտ անեն հիմա Հայաստան, մեր ազգի համար էդի լավ անելու, թե վատ Գագիկ ջան, այսինքն 1000 եվրո, $1000 ամիսը չի մտնի Հայաստան, բայց այդ ընտանիքի երեխեքը կմեծանան իրանց պապային տեսնելով։ Այդ մարդը Հայաստանում կաշխատի, արդյունք կստեղծի։ 100%, Գագիկ ջան, առաջին մի ամիսը, 2 ամիսը կոպիտ ասած նեղացած կառավարությունից, ինքը իրանից կարող է, բայց հետո սենց տնենց, ես դրա համար եմ ասում, օդը փակեմ ու այդ նույն բանը Ռուսաստանից չխոսանք, Գագիկ ջան։ Ես հիմա սենց ասեմ, հիմա նա իմ երեխեքը քաղաքացիություն ունեն Իսպանիայի, ես կարայի 12 տարի առաջ քաղաքացիությունը վերցնել, ես միջև հիմա չեմ վերցնել, ասեմ քեզ ինչի համար։ Ես միշտ սպասում եմ, ոչ մեկ չգիտի, Գագիկ ջան, մի օր ինչ ալնելու։ Դու պատկերացնում ես, մենք այնպես աշխարհում ենք ապրում, մի օր գան եղբայր ջան, իմ պացեստի դռան վրա մի հատ կոպիտ եմ ասում, խաչ անեն, որ ստեղ ես այնպես բաներ եմ ասում, որ չեմ կապ չունի հիմա Եվրոպայի մեջ որտեղ է։ Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, եղբայր, որ այսօր առավոտ զարթնեմ, ես կարող եմ ինչ ունեմ ստեղ ամեն ինչը կորի։ Այդ կորելու դեպքում ես որտեղ կա տեղ, որ պետք է ոտս դնեմ։ Բնական է, հայրենի։ Էսի մի քիչ էգոիստաբար եմ, ես շատ կուզենայի միջև դրան հասնելը ես Հայաստանում լինեմ։ Հասկանում ես ինչ եմ ուզում ասեմ, որ բոլորս, եղբայր, շատ բոլորս էլ ինչ-որ մի բան կորցնելու ենք, բայց պետք է պատրաստ լինենք, որ այսօր ամեն ինչ հնարավոր է անենք, ես էլ եմ ասում, ես պրոպագանդա չեմ անում, որ ես ուզում եմ իմ ժամանակը կգա այսա շուտով, ես օրինակ կծառայեմ դրա համար, այն մարդկանց համար, որ ասեն, ես հասկանում եմ, կարան ասել դե մեր հերվից զանգի ձայնը լավ է գալի, էլի, մեծ խոսալով չի, այնպես պետք է անենք, որ վերադառնանք, եղբայր ջան, ու սրանից լավ հնարավորություն երբ ալնելու լասա, որ մենք ամբողջ ոնց, Գագիկ ջան 3000 տարվա պատմության մեջ լասա ներգաղթ երբ ա եղել, երբ, թող մի հատ ժամանակը, ես պատմությունը պես լավ չգիտեմ, բացի Ստալինյան, չէ, դետի ներգաղթ, էդի ուժի, բրմի ուժով ա եղել, չէ, որ հիմա ինչ-որ տիպ է, որպեսի կապիտալիստական աշխարհին ներկայացնեն, որ տեսեք սովետական միություն, ինչ լավ է, Եվրոպայից կամ Ամերիկայից գալիս են մարդիկ, այդ կազմակերպել են այդ ներգաղթը։ Գագիկ ջան 45 թվականին պապս, հարազատ պապս, դա Սիրիայից եկել է, մամաս ընդեղ ա ծնվել 2 տարեկան են եղել։ Գիտես ինչ էր արել։ Այլումինից մոխրամաններ էր պատրաստել, բանը մուրճու մանգաղով։ Միջև հիմա աղբորս տունը կա մի հատ, որ ասենք գալիս ենք հայրենիք, նայ, պապս որ եկել են ստեղ, ամբողջ կյանքը հետո փոշմանել են, որ ինչ քայլ արեցին եկան։ Հասկանում ես, դրա համար եմ ասում, բռնի ուժում ա եղել, հայրենա վերադարձությունը որ եղել է, Գագիկ ջան ճիշտ է, դրա պլյուսները կա, որովհետև տեղից գիտենք շատ կուլտուրա եկավ, էլի, բռնած, ասենք ճաշատեսակներից միջև
Դե հիմա Հայաստանում ինչ են իմացել, ասենց ասենք, աղբարների էլի, հիմա ես ինչ որտեղ ասած աղբարի ճուտ եմ էլի, որ վերցնես։ Այդ ինչա ախր իմ խառնուրդը մի քիչ շատ մի օր թեմայով խոսանք, մի քիչ ահավոր է շատ։ Վերջը ինչ եմ ուզում ասեմ, կուլտուրա են բերել, բայց այդ մարդկանց ես իմ ընտանիքի օրինակով եմ ասել, մինչև կյանքի վերջ մարդիկ փոշմանել են, որ հետադարձ ճանապարհ չի եղել։ Դա գիտես ինչ ուժեղ ռոպագանդա է գնացել, որ գիտեք ինչա Հայաստանը կոմունիզմը դա դրախտ է, այնտեղ բանը առանց փողի կարաս ապրես, մարդիկ իրանց կյանքը պատրաստ է, իսկ հիմա լրիվ հակառակ process-ն է գնում։ Դու հիմա այսօր ինչ փող ապացույցները կա, հիմա ես այստեղ ինչ հենց Գագիկ ջան, լավ, մի հատ օրինակ բերեմ շատ թան։ Մի օրինակ ես բերեմ, այդ ներգաղթից, հա, հայրենադարձությունից, ուրեմն այս խեղճ մարդիկ, որ եկել են, այդ վերաբերվում է նաև քո պապերին, եկել են Երևանում իրանց խոստացել են, որ գալիս եք ու բնակարաններ եք ստանում։ Գալիս են, բայց իրականում փաստի առաջ են կանգնում, ասում են ոչ մի բնակարան էլ չկա, միակ բանը, որ կարող ենք անել ձեր համար, ձեզ կտանք 600 քառակուսի մետր հող, այն Նուբարաշենի կայարանի կողմերը եւ գնացեք տուն սարքեք։ Այսինքն դու պատկերացնում ես, չէ՞, այդ մարդը Հունաստանում էր ապրում, Սիրիայում էր ապրում, Եվրոպայում էր ապրում։ Ոնց, իր տունը կողմեկող փագել է եկել է։ Հա, հենց այդ եմ ասում։ Վեշմեշոկը գցել ուսին, ընտանիքը հավաքել 10, հեվախտել 6-7, մեր մի մամայինքս 6 երեխա են եղել։ Այդ մարդիկ ընդ գիտես քանի երեխաներ են, բազմազավակ ընտանիքներ են եղել, Գագիկ ջան, որ եկել են։ Եվ եկել են 0-ից չէ, մինուսից սկսել են։ Գագիկ մի հատ հետաքրքիր բան պատմեմ, երեք չէ, հիշում եք որ ասեցի աղջիկներս Երևանում են։ Հա։ Իմ աղջիկները 7-9 տարեկան են եղել որ եկել են ստեղ։ Հիմա 32-30 են, էլի։ Դե բա սենց ասեմ, իրանց տունտեղ իրանց չեմ ուզում սուտ խոսամ, շատ անհնար ոչ մի բան չկա, բայց ինձ թվում է իմ աղջիկներս ստեղ են, էլի։ Արդեն իրանց կյանքը դասավորել։ Բայց sense բան ասեմ, ամեն չնչին հնարավորության ժամանակ դե բնական է Երևան, իրանք աշխարհում ոչ միտեղ չեն գնում, իրանց չի հետաքրքրում աշխարհով մանգալ։ Եթե ասենք աշխատանքի ժամանակ արձակուրդ են ունենում, միանգամից Երևան։ Ով ինչ ճանաչում է գիտի։ Հիմա նայ, իրանք այդ մտածելակերպով որ ստեղ պետք է մեծանան, երեք չէ առաջին օրը փոքրս է զանգում։ Ասում է, պապ այդտեղ որ ռեկլամ չլինի, ասենց ասեմ, մի հատ տղա Իսպանիայից այդտեղ գործ է բացել։ Ես Գագիկ ջան, ես ռեստորանային բիզնեսով եմ էլի զբաղվում, ասենց ասեմ, որ մի քիչ իմանանք թեման ինչ է ուր եմ տանում։ Հիմա աղջիկս փուճուրը զանգել է ինձ, ասում է, պապ, ասում է, գիտես ինչ եմ տեսել։ Սենց Իսպանիայից ասում է, բայց դու պատկերացնում ես, պապ, եթե դուս է կարանաս մի բան անես։ Ես այդ թեմայով իրեն չեմ խոսացել։ Հասկանում ես, բայց արդեն դու պատկերացնում ես 17 օրվա մեջ։ Գենը 17 օրվա մեջ իմ երեխան, ես Գագիկ ջան, ես անկեղծ ասեմ, ես իրանց չեմ ասել գնացեք Հայաստան ապրեք, բայց 17 օր մնացել է տեղ, ինքը արդեն տեսնում է իր հորը, պատկերացնում ես, եթե ասել պահի տակ իր տեսնում արդեն ես այնտեղ գործ եմ դրել։ Ես այնտեղ գործ եմ դրել։ Հիմա նայ, եթե ես քեզ ասում եմ առանց իմ աղջկա հետ այդ թեմայով խոսալուց, դու պատկերացնում ես հիմա որ ես այդ քայլը անեմ, ու շատ հնարավոր է, ասենք արդեն այսօր գիշերը բան էի մանգալի, այդ լոկացիա, կաֆելը ոնց են ասում, հայրենի տեղ, կաֆե չէ, կաֆելները, պատի, արդեն դեկորացիաների իսպանական ձևով այդպես բաներով, մի քիչ այնպես չլինի հիմա սալիկները, ասենք, գիտես ինչ, հիմա չեմ ասում վաղը հելնելու եմ գամ, բայց որ հենել երեխեդ, որ այդպես բանի մասին մտածում է, հասկանում ես, գիտես ինչ ես ասում, ոնց ասում ես, արա, ես մտածում եմ, ասում եմ, գնամ ու պատկերացնում ես, իմ երեխեն էլ է դրա այդ համամիտ։ Ցեցը մեջ կտա, ասենց ասած։ Ոնց, եթե Գագիկ ջան, եթե 3 շաբաթ առաջ ես մտածում էի 3% է, որ իմ երեխեն մի օր կգա Հայաստան, այսօր իմ համար այդ 3-ը 15% ավելացել է, արդեն 18% է։ Հասկանում ես։ Ու իմ համար էլ եմ ասում, աշխատող մարդը, աշխարհում որտեղ էլ լինի իր հացը կվաստակի Գագիկ ջան։ Գիտես ինչ, տան մի կոպեկ, դրան դեմի, մամաս ասում էր դրան դեմի մի ռուբլին դրսի 100-ի հետ չի կարելի փոխել։
Այո, շատ լավ բան ասեցիր, թերևս դրանով էլ ամփոփենք, որտեղ մեր եթերաժամը սպառվեց, շնորհակալություն, դե հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք եւ էլի հետաքրքիր թեմաներ հաստատ կլինի։ Շատ բարի։ Ու վերջի կետը ասենք, որ այսօրվա թեման վերջում եկավ նրանց հայրենադարձություն, չէ՞։ Արի ես ու դու դնենք մեր դիմաց այդ թեման առաջ տանենք։ Ամեն հաղորդման մեջ մի քիչ եթե հնարավոր է Գագիկ ջան, մի քիչ դրանք անդրադառնանք ու օրինակ ես օրինակ թող լինեմ այդպես բաների, այդպես քայլերին։ Ու ցաղկացնենք մեր հայրենիքը։ Շատ լավ առաջարկը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բոլորիդ, սիրում եմ բոլորիդ։ Ժողովուրդ ջան։ Դե ինչ, այսքան ենք նախատեսել Երևան-Մադրիդ ձևաչափով այսօրվա մեր ուղիղ միացման համար, իհարկե տեսագրության ձևաչափով, հիշեցնեմ, որ Մադրիդից ինձ հետ աշխատում էր Գրիգոր Գրիգորյանը։ Ամեն բարիք ձեզ։